Արդյոք մենք հաշվի նստում ենք մեր երեխայի տարիքի հետ։ Թե մենք շարունակում ենք իր հետ խոսել այնպես, ինչպես խոսում էինք 6 տարեկանում։ Արա հələ արիստեր, արա հələ ես մի բանը բեր։ Արդյոք մենք կարողանում ենք գիտակցել, որ մեր դիմաց կանգնած է 30+ անձ։ Ես հիմա հիշեցի նորից իմ այցելուներից մի դեպք, նա ասում էր, որ Անի ջան, երբ որ ես իմ ամուսնու հետ գնում եմ իմ ծնողներին հյուր, իմ ամուսինը իմ աչքին բարձրանում է։ Ես հպարտանում եմ իրանով, ասենց նայում եմ, ուրախ եմ, որ ինքը իմ ամուսինն է։ Բայց երբ որ ես իր հետ հայտնվում եմ իր ծնողների տանը, ինքը իմ աչքից ընկնում է, ինքը ոնց որ արժե զրկվի։ Այդ վերաբերմունքը իր ծնողների իրեն ինձ զզվելի է, օրինակ, չգիտեմ, մայրը կարար ասեր ոտերդ բան հակի փորդ կցավա, գլխարկ դիր գլուխդ կսարի, ու ինչ որ նման բաներ, ասում էր ոնց որ ինքը իմ աչքին արժե զրկվի։ Այսինքն արդյոք մենք մի պահ կարողանում ենք հասկանալ, որ եթե իմ տղան արդեն 30 տարեկան է, երբ որ իր ոտքերը սառի, ինքը գուցե դա արդեն պիտի զգա, գուցե պետքա զգա։ Մենք հիմա մանկապարտեզի երեխաներին ենք սովորեցնում լսել իրենց մարմինը, հա, ասում ենք, որ երեխաներ ջան, երբ որ ձեր փորիկը ցավում է, գուցե դուք սոված եք, երբ որ ձեր աչքերը փակվում է, գուցե դուք քնել եք ուզում։ Միթե դուք կարծում եք, որ ձեր 30 տարեկան երեխան դեռ չգիտի երբ պիտի քնի, երբ պիտի ուտի, մրսում է թե չի մրսում։ Եվ այո, շատ հաճախ այդ 30 տարեկան մարդը դա չգիտի։ Ինչու չգիտի, որովհետև ծնողները անընդհատ մասնակից են եղել իր կյանքի ամենատարրական հարցերում, անընդհատ ուղղորդել են, անընդհատ աջակցել են, տարել են, բերել են, կարծիք են հայտնել, խոսել են, այսինքն ծնողների ձայնը դարձել է իր ներսի ձայնը, եւ եթե մի պահ մենք պատկերացնում ենք, որ այդ երեխայի կյանքում, այդ անձի կյանքում ծնողները չկան, դա դառնում է ողբերգություն, դա դառնում է աղետ, եւ հետո էլ մենք գործ ենք ունենում արդեն ուրիշ խնդիրների հետ, երբ որ անձի կյանքում ձևավորվում են տագնապային մտքեր, որ ինչ կլինի, եթե հանկարծ իմ ծնողը մահանա։ Ես ունեմ այցելուներ, շատ երկար ժամանակ նրանք լուրջ տագնապներ ունեն, որտեղ այն միտքը, որ մի օր իմ մաման կարա մահանա, իրենց խելագարության է հասցնում։ Իրենց մոտ սկսում են տագնապային գրոհներ, անգամ այցելու ունեն, որի մոտ կպչուն օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում է ձևավորված, 3 տարուց ավել է նա նորմալ չի կարողանում տնից դուրս գա, շփվել եւ հիմքում ընկած է շատ ու շատ բնականաբար բաներ, բայց հիմքում ընկած է նաեւ այդ վախը, որ մամաս կարա մահանա, ես կարամ մնամ առանց մամայի, ես կարամ մնամ մենակ։ Այդ միայնակության միտքը, այդ մահվան փաստ, այդ կորուստ, այդ պատասխանատվության ստանձնում, այդ անորոշությունը,